Մարտի 1-ին քաղաքացիները փողոց են դուրս եկել պաշտպանելու խախտված իրավունքները։ Այդ օրվանից 8 տարի անց շատ բան չի փոխվել։ Եթե մենք վերցնում ենք մեր ժողովրդի վիճակը, որը գտնվում է այս նման պետականության, չկայացած պետականության տարածքում, ոչ մի գրամ չի փոխվել։ Նույն անօրինությունները, նույն ապօրինությունները։ Անմեղ զոհերի հիշատակը հարգելու հանրահավաքը հրավիրվել է ընդդիմադիր 3 ուժերի, Հայ ազգային կոնգրեսի, Հայաստանի ժողովրդական կուսակցության եւ Նոր Հայաստան շարժման կողմից։ Հայտարարությանը միացավ նաեւ քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը։ Եթե մենք այդ ոստիկաններին բերենք դատարան, նրանք ինչ պատասխանատվությունը իրենց վրա չեն վերցնել։ Նրանք ասելու են, թե ով է իրենց հրամայել կատարել այդ գործողությունը։ Նրանց հրամայածները տալու են նրանց հրամայածների անունը եւ այսպես շարունակ մենք հասնելու ենք Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի։ Ինչպես եւ հայտարարվել էին, այսօր ելույթներ չեղան եւ հայտարարության ընթերցումից հետո սկսվեց երթը Միասնիկյանի արձանին ծաղիկներ դնելու համար։ Բոլորի համար մարտի 1-ը գարնան առաջին օրն է, իսկ մեր համար սև-սքի օրը, որը մենք ողբում ենք ամեն տարի մարտի 1-ին, որովհետեւ այս իշխանությունները գարնան առաջին օրը գնդակարեցին մեր անմեղ երեխաներին։ Մաշտոցի պողոտայով ընթացող երթն ուղեկցում էին բազմաթիվ ոստիկաններ, որոնք այս անգամ որոշել էին հարգել մարտի 1-ի զոհերի հիշատակը իրենց հետ բերելով մեխակներ։ Միասնիկյանի արձանի մերձակայքը 8 տարի առաջվա նման շրջապատված էր քաղաքացիներով։ Հավաքերթի մասնակիցների հարյուրավոր մեխակները հիշեցնում էին, որ մարտի 1-ը չի մոռացվել։